Վանաձայնի եթերում հայկական հարց հաղորդումն է։ Հայկական հարց, երեկն ու այսօրը, անցյալն ու ներկան։ Խոսափողի մոտ Մարիամ Հովսեփյանն է։ Այս հաղորդաժամին կլսեք Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորները Մաս առաջին 1908 թվականի հուլիսին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հեղաշրջումից հետո իշխանության եկած երիտթուրքերը երկիրը սահմանադրական հռչակեցին եւ կազմակերպեցին նոր խորհրդարանի պատգամավորների ընտրություններ։ Օրենքը հստակ սահմանում էր, թե ով կարող էր առաջադրվել ու ընտրվել երեսփոխան, թեև չկար ընտրական գործընթացը վերահսկող մեխանիզմ։ Իրականում եւ Համիդյան եւ իթիհադական իշխանությունները կեղծում էին մարդահամարի տվյալները եւ դրանով պայմանավորված ընտրությունների արդյունքները։ Այս ամենի հետևանքով ստեղծվում էր այնպիսի իրավիճակ, որ օրինակ հայերը քիչ թվով ներկայացվածություն ունենային օրենսդիր մարմնում, այդպիսով չկարողանալով հարկ եղած ձևով ներկայացնել արևմտահայությանը մտահոգող խնդիրները եւ պաշտպանել նրա շահերը։ Թեմային է անդրադառնում Երևանի հայ բուսակ համալսարանի դասախոս պատմաբան Նարեկ Մարտիրոսյանը։ Օսմանյան կայսրությունում խորհրդարանի ձևավորումը երիտթուրքական հեղաշրջման արդյունքում տեղի ունեցավ։ Մինչ այդ պետք է նշեմ, որ Համիդյան վարչակարգը բոլոր ընդդիմադիր ուժերին ցաքու ցրիվ էր արել եւ երիտթուրքերը գտնվում էին Եվրոպայում։ Առաջինը հենց երիտթուրքերը փորձ արեցին հայ քաղաքական կուսակցությունների հետ համագործակցություն ձևավորելու 1902 թվականին եւ միջնորդը այդտեղ իշխան Սաբահեդինն էր, նրա տանը տեղի ունեցավ, բայց ցախողվեց սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունի սկզբանե մերժել էր նրանց հետ որևէ համագործակցություն, միայն վերակազմյալներ եւ հույդան, բայց երիտթուրքերը անընդհատ նոր պահանջներ ներկայացրեցին, մեկը մյուսից ավելի խիստ եւ հայերի համար ավելի անընդունելի եւ տապալվեց այս համագործակցության փորձը։ Երկրորդ փորձը արդեն 1907 թվականին տեղի ունեցավ, բայց այս անգամ արդեն նախաձեռնողը հայերն էին։ 1907 թվականին Հույդան իրականացրեց հեղափոխական շարժում եւ կոչ արեց իթիհադին միանալ իրեն եւ երիտթուրքերը համաձայնության եկան հանդիպելու եւ քննարկելու։ Եվ 1907 թվականի դեկտեմբերի 27-ից 29-ը Փարիզում տեղի ունեցավ գաղտնի պայմաններում Օսմանյան ընդդիմադիր ուժերի կոնգրես, որտեղ էլ համագործակցության մասին համաձայնագիրը կնքվեց։ Հիմնականում կետերը 3-ն էին դրանցից, որոնք չպետք է խախտվեին մինչև հեղափոխությունը, չհամագործակցել Աբդուլհամիդի իշխանության հետ, մասնակցել հեղափոխությանը եւ հեղափոխությունից հետո հաստատել սահմանադրական կարգեր, այսինքն վերահռչակել Միթատյան սահմանադրությունը։ Չանցած 7 ամիս 1908 թվականին մակեդոնական ճգնաժամի հետ պայմանավորված հուլիսի 24-ին 5 տոմարով տեղի ունեցավ երիտթուրքերի հեղաշրջումը, գրավեցին Սալոնիկը, Էնվեր եւ Նիազբեերի գլխավորությամբ սպաները եւ շատ արագ բանակ անցավ նրանց կողմը, քանի որ գտնվում էր նրանց քարոզչության տակ։ Եվ առաջին գործողությունը, որ պետք է անեին, դա սահմանադրության հռչակումն էր եւ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեին։ Խորհրդարանական ընտրությունները ընթացան 1908 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին, միշտ երկար էր տևում ընտրությունները Օսմանյան կայսրությունում, որովհետեւ կարգ կար, երկաստիճան էին ընտրությունները։ Առաջին փուլում ժողովուրդը ընտրում էր ընտրիչների անձանց, ովքեր իրենք արդեն երկրորդ փուլում ընտրում էին պատգամավորին, այսինքն քաղաքացիները անմիջապես չէին ընտրում պատգամավոր։ Ընտրություններին մասնակցում էին միայն արական սեռի ներկայացուցիչները, 30 տարին լրացած,
եւ պետք է որոշակի ցենզ հաստատվեր, պետք է հարկեր վճարեին, հողի հարկ, անասնահարկ եւ այլն։ Նույնիսկ արհմիությունների անդամներին էր թույլատրվում մասնակցել ընտրություններին եւ երկրորդ աստիճանում արդեն ավելի սեղմվում էր օղակը այս ցենզի, ավելի քիչ մարդիկ կարող էին լինել օրինակ երկրորդ կարգի ընտրիչներ, որոնք ընտրում էին падգամավորին։ Եվ падգամավորների ընտրությունը նույնպես ավելի խիստ էր ցենզ գոյություն ուներ, պետք է տիրապետեին թուրքերենին падգամավորները, պետք է որևէ քրեական գործով չանցնեին եւ այլն։ Եվ տարիքային ցենզ կար եւ գույքային ցենզ կար։ Բավականին խիստ էր դրված օրենքով, թե ովքեր կարող են մասնակցել եւ ովքեր կարող են ընտրվել падգամավորներ։ Բայց այստեղ կար մեկ այլ խնդիր նաեւ, չկար մեխանիզմ, թե ինչպես էր վերահսկվելու այս ամբողջ գործընթացը։ Շուտով ընտրությունները ցույց տվեցին, որ իսկապես այդ մեխանիզմը գոյություն չուներ։ Կոնկրետիվ չենք կարող ասել Օսմանյան բնակչության համար այն ժամանակվա, բայց մոտավոր 25-ից 30 միլիոնի սահմաններում էր։ Թվերն էլ ինչ որ կան հիմնված Օսմանյան կառավարությունների անցկացրած մարտահրավերների վրա, օրինակ 1907 թվականի կամ 14 թվականի, դրանք իրական թվերի հետ կապ չունեն։ Օրինակ 1907 թվականին հայերի թիվը ընդամենը ցույց է տալիս, ասենք 500-600 հազար, 14 թվականին մի քիչ ավել, բայց Համիդյան վարչակարգը եւ երիտթուրքերը կեղծել են մարտահրավերի տվյալները։ Մենք գիտենք, որ 1913 թվականին Պատրիարքարանը անցկացրել է մարտահրավեր եւ պարզվում է, որ 1,18,000 հայ ապրել Արևմտյան Հայաստանում միայն։ Այսինքն ակնհայտ կեղծ էին այդ թվերը եւ հիմա եթե Պատրիարքարանի տվյալներով նայում ենք հայ բնակչության թիվը ընդհանուր Օսմանյան կայսրությունում եւ Արևմտյան Հայաստան եւ Կիլիկիա եւ մյուս քաղաքները 2 միլիոն անցնում է հայերի թիվը։ Իդեպ այս առումով ես հոդված էի տպել եւ ուսումնասիրություններիս արդյունքում հանգեցի այն մտքին, որ ակադեմիկոս Ազատ Համբարյանի նշած թիվը 2 միլիոն 540,000 ամենամոտն է հնարավոր իրականության այդ ժամանակվա հայերի թվի։ 2 միլիոն 500,000 բավականին մեծ թիվ է եւ 1908 թվականի դեկտեմբերին, երբ որ բացվեց Օսմանյան խորհրդարանը, սկզբում 285 падգամավոր հայտնվեց խորհրդարանում, հետագայում թիվը ավելացավ, հասնելով 303-ի։ Որոշ նահանգներում ավելի ուշ էր ավարտվում ընտրությունները։ Եվ տեսնում ենք, որ 303-ի մեջ ընդամենը 12 հայ падգամավոր հայերի թվին չէր համապատասխանում։ Հայերը Օսմանյան կայսրությունում համարյա 8% բնակչություն են եղել, բայց խորհրդարանում նույնիսկ 5% չի հասնում փաստացի падգամավորների թիվը։ Սա ակնհայտ կեղծիքների արդյունք է։ Ինչպիսի կեղծիքներ էին կիրառում երիտթուրքերը 1908 թվին եւ 1912 եւ 14 Հիմնական կեղծիքները հետևյալն էին։ Նախ վախի մթնոլորտ էին տարածում հայերի մեջ եւ այդ վախի մթնոլորտի պայմաններում հասկանալի էր, որ արդեն հայերը կաշկանդված լինելով շատերը չէին գնում ընտրության կամ գնալու դեպքում հարցը արդեն ում կընտրեին, նույնիսկ իրենց կավազգակցին էլ չընտրեին։ Հայկական հարց, երեկն ու այսօրը, անցյալն ու ներկան։ Տեղեկություններ կան օրինակ Խարբերդի ընտրությունների մասին հայ բարբերական մամուլի թղթակիցների հաղորդմամբ, օրինակ Ազատամարտի եւ Բյուզանդիոնի թուրքերը եւ քրդերը տեղի էշրաֆների ներկայացուցիչները կամ ցեղապետերի քվեատուփերը ուսերին դրած քայլում էին գյուղերով, քաղաքներով եւ քվեատուփին միայն իրենց մարդիկ էին մոտենում։ Հայերը նույնիսկ համարձակություն չէին ունենում մոտենային եւ քվեարկեին։ Նորմալ է, որ այսպեսի նվազ թիվ է կանգնել այդպիսի ընտրությունների արդյունքում։ Կար իհարկե նաև վերջնական փուլում կեղծիք անելու հնարավորություն։ Երիտթուրքերը նման քայլի էին գնում։ Օրինակ, եթե որևէ տեղ հայ էր անցնում, որ իրենց համար նախընտրելի չէր, տվյալ իրավիճակում նրանք պարզապես չեղալ էին համարում այդ ընտրությունը եւ կրկնակի ընտրություններ էին սահմանում այդտեղ։ Արդեն նոր ընտրություններում անում էին կեղծիքներ։ Տեղերը լինում կիրառում էին վարչական լծակները։ Վարչատարածքային փոփոխություններ էին անում, հայկական գյուղերը կցում էին
այլ նահանգների, այսինքն որտեղ որ հայերը կայուն մեծամասնություն էին կազմում, հավանական էր որ կընտրվեր հայը, իրանք այդ գյուղերը կցում էին այլ գավառների, այլ նահանգի պատկանող, որտեղ թուրքերը կամ քրդերը մեծամասնություն էին եւ հայը շանս չէր ունենում։ Սա աշխատում էր շատ լավ, 50,000 ընտրողին հասնում էր մեկ падգամավոր։ Եվ եթե 75,000 բնակչություն տվյալ դեպքում արդեն 2 падգամավոր կարող էր ունենալ։ Շատ դեպքերում նաև համագործակցություն էր պետք կուսակցությունների։ Օրինակ ընտրություններում դաշնակցությունը համագործակցում էր ԻԹՀ-ի հետ, թեև ԻԹՀ-ը իր կողմից աչառու էր եւ ազնիվ չէր դաշնակցության եւ հայերի հետ առհասարակ հարաբերություններում։ Այսինքն ի պաշտոն է համաձայնագիրը ինստորագրում մենք կհամագործակցենք ձեզ հետ, բայց երբ որ գալիս էին ընտրությունները, նույնիսկ հակայի քարոզչություններ էին անում։ Ամենասարսափելի ընտրությունները Օսմանյան կայսրության պատմության մեջ երևի տեղի ունեցել 1912 թվականին, որոնք հայտնի են որպես մահակի ընտրություններ, եւ այս ընտրություններում ԻԹՀ-ը կարելի ասել անցավ բոլոր սահմանները, խախտեց ընտրական օրենքի բոլոր հոդվածները։ Արդյունքում ընդամենը 10 падգամավոր ունեցանք մենք երկրորդ գումարման խորհրդարանում։ Նույնիսկ ընտրություններից առաջ իրենք, քանի որ վստահ չէին դեռ կհաղթեն արդյոք գալիք ընտրություններում, թե ոչ, քարոզ արշավի ժամանակ դեռ նախընտրական շրջանում իրենք առաջարկեցին, որ դաշնակցությունը իրենց հետ մեկ բլոկով հանդես գա եւ Հոյդան ներկայացրեց իր ավելի ճիշտ կարելի ասել արմատահայության պահանջները տվյալ պահին։ Պահանջները հիմնականում հետևյալն էր՝ անդորրություն հաստատել խաղաղություն Արևմտյան Հայաստանում, լուծել հողային հարցը, կարգ ու կանոն հաստատել ոստիկանություն, իշխանության բաժանումը իրականացնել ըստ կրոնական հավասարության եւ այլն։ ԻԹՀ-ը բոլոր պահանջները ընդունեց։ Ինչ պահանջ որ ներկայացրեցին, բայց անմիջապես հենց ընտրությունների կեսից երբ հասկացան, որ իրենց հաղթանակը հավանական է, բնականաբար սկսեցին նաև հակահայ քարոզչություն եւ խախտումներ իրականացնել ընտրություններում։ Դրա համար 1908 թվականի ընտրությունների 12 թիվը 1912 թվականի ընտրությունների իջավ 10 падգամավոր։ Եվ նշեմ, որ 1914-ին արդեն աճեց այդ թիվը, դարձավ 15 երեք գումարումների հայ падգամավորների հիմնական առանցքը գործունեության արևմտահայության խնդիրների լուծումներ եւ գլխավոր գործը ես կասեի 1911 թվականի նոյեմբերի 2-ին հայ падգամավորների ներկայացրած հիշատակագիրն է վարչապետ Սայիդ Փաշային, Քյուչուկ Սայիդի մասին ենք խոսում, առաջին Սայիդը, հայերը պահանջում էին կառավարությունից, որ իրականացնի Արևմտյան Հայաստանում կարգ ու կանոնի հաստատումը եւ բարեփոխումներ իրականացնի։ Այս հիշատակագրի մեջ նաեւ նշվում էր հողային հարցի արդարացի լուծման մասին։ Իհարկե վարչապետը ընդունեց, դրանից մեկ ամիս անց խորհրդանում ինքը հանդես եկավ ելույթով եւ ասեց այո մեր հայ եղբայրները այսպիսի խնդիրներ ունեն, որոնք ես պետք է լուծեմ, որովհետեւ մոտաբակայում պետք է համանդրական փոփոխություններ իրականացներ վարչապետը, որով համանդրության 35-րդ եւ 43-րդ հոդվածներն էր փոխելու, որով մինչ այդ խորհրդարանի լուծարումը տրված էր սուլթանին, այս անգամ արդեն տրվելու էր վարչապետին այդ իրավունքը։ Եվ գնալու էին նոր ընտրությունների, մահակի ընտրություններին էին պատրաստվում իրենք։ Եվ իհարկե այդ պահին պետք էր իրենց հայերի ձայները եւ հայ քաղաքական կուսակցությունների աջակցությունները, դրա համար էլ վարչապետը այս ամբողջ հաճո ելույթով հանդես եկավ եւ շատ շուտ մոռացավ այդ մասին։ Երբ հայ падգամավորները բարձրացրին արդեն 1912 թվականին հողային հարցը, իհարկե մինչ այդ էլ են բարձրացրել։ 1910 թվականից սկսած բարձրացրել են նրանք, բայց երբ 12 թվականին բարձրացրին, նույն վարչապետին ասացին՝ դու էիր խոստացել, որ իրականացնելու ես այս բարեփոխումները եւ ոչինչ չես արել։ Ասաց՝ ես 6 ամիս է ինչ վարչապետ եմ եւ վերջի 6 ամսվա համար եմ ես պատասխանատու։ Դրանից առաջ ինչ եղել է, ինձ ոչինչ մի պահանջեք։ Օսմանյան խորհրդարանի հայ падգամավորները թեմային անդրադարձավ Երևանի Հայբուսակ համալսարանի դասախոս պատմաբան Նարեկ Մարտիրոսյանը։ Շարունակությունը հաջորդ հաղորդաժամին։ Ավարտվեց հայկական հարց հաղորդման հերթական թողարկումը։
Այն պատրաստել էր Մարիամ Հովսեփյանը։ Վանաձայնի եթերում հայկական հարց հաղորդումներ, հայկական հարց, երեկն ու այսօրը, անցյալն ու ներկան։